Հայաստանում տիրող աղքատությունը, գործազրկությունը, գների օրեցօր թանկացումները, աշխատատեղերի կրճատումն ու փակումը երկրի քաղաքացիների կյանքը վերածել են դժոխքի։ Մարդիկ անդադար իրենց բողոքի ձայն են բարձրացնում, որ հնարավոր չէ այլևս ապրել նման թշվառ եւ աղետալի պայմաններում եւ խնդրում են իշխանությանը լուծել իրենց հուզող խնդիրները։ Այսօր քաղաքացիների զրույցների հիմնական թեմաներից մեկը կենսաթոշակառուների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարդիկ բողոքում են, որ հնարավոր չէ գոյատևել նման չնչին թոշակի հաշվին։ Հատ կառնեմ կուտեմ, ինչ կառնեմ, 10,000 ավելանա։ Մի հատ գնում ես կաթմատ ու սվետանը ծառում արդեն փողոց մրցավ։ Ապրելակերպի վրա, ինչի վրա հակած նստած եմ, ինչի քանի տարվա շորերը, կոշիկները, նորը կառնեի գահակնեի, չէի չունեի ցանկություն։ Արժանիքներս այնքան բարձր եղավ, մի ով է հաշվի առնողը։ 10 բադ եմ պահում, թոշակից կեսը կերցրել եմ, ես հաշ չեմ կարող ուտեմ։ Էդա բիզնեսը լինելու։ Բիզնես իրանք կարան դնեն, տղա ջան։ Ես ինչով եմ բիզնես դնում։ Չեմ ուզում, ես միշտ մենակ եմ նստում, չեմ ուզում մարդկանց մոտ նստեմ, ոչ Երևանի մասին գիտեմ, ոչ ազգի մասին, ոչ քաղաքականություն, ոչ տնտեսչական, ոչ անելիքների, ոչ ապագայի մասին։ Ինքն ասում է, դեռ շատ անելիքներ ունի։ Իսկ ես դեռ կենսունակ եմ եւ ուզում եմ ապրել, իմ թորների մի հատ ծոր ունեմ, թորներ շատ ունեմ։ Հայ հասարակության շրջանում ակտիվ քննարկվում է նաև թե ում կտան իրեն ձայնը գալիք տարի ընտրությունների ժամանակ։ Ահա թե ինչ պատասխանեցին հարցվածները։ Մեր ժողովրդին համար Փաշինյանը շատ լավ է։ Բարձեմ ասեմ։ Շատ նորմալ է, շատ հարմար է Փաշինյանը, վերջացավ գնաց։ Նախ ժողովուրդ չի մնացել, երկրորդ էլ նորմալ մարդ չկա։ Այդքան բան։ 43 տարեկան եմ, հավատացեք, մի անգամ ընտրության գնացած չկամ։ Կողքից դիտորդի նման նայում եմ ինչա կատարվում։ Իսկ ինչա կատարվում։ Ինձ ձեռքը չի եղել, որ ես կարողանամ ինչ-որ մի բան քայլեր ձեռնարկեմ, նման բան տեղի չունենա։ Ամեն մի երիտասարդ կարող էր ընտանիք կազմել, մեր ազգը բազմանալ, երեխաներ ունենալ, բայց տեսեք ինչ թվով տղաներ բավական երիտասարդ հողի տակը պառկած են։ Ազգը գնալով քչանում է։ Ես ուզում եմ տեսնել վարչապետ պարոն Փաշինյանին։ Ինչու։ Ոյ, միջև մենք թշնամուն չներենք, մենք խաղաղություն չենք ունենա։ Ես խաղաղության կողմնակից եմ, աղջիկ։ Ով որ խաղաղության կողմնակից է, ես իրա կողմն եմ։ Մենք հերիքա ինչ-որ տանջվեց։ Ինձ ուրիշ բան չի հետարկում, միայն խաղաղություն։ Հարցումները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիները ծանր օրեր են ապրում։ Հայաստանը շարունակում է գտնվել խոր ժողովրդագրական, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամի մեջ։ Պետությունն այսօր կործանման եզրին է կանգնած։ Քաղաքացիները գիտակցում են, որ միակ փրկությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Այսօր Հայաստանը պատմական հնարավորություն ունի շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդարացական հարաբերություններ ադրբեջանական ժողովրդի հետ։ Միայն այդ ժամանակ երկիրը դուրս կգա խորը ճգնաժամից, հայ ժողովուրդն էլ լավ կապրի։